Բարեբախտաբար եկեղեցին իր տեղում է, ինքը չի ընկնում մոլորության մեջ։ Ինչի համար նորից վեհափառի պահվածքն եմ շեշտում, որ շատ հավասարակշռված, շատ լավ ձևով, շատ հասկանալի ձևով, շատ մարդկային, շատ քրիստոնեաբար բացատրում է ու ասում է, որ ժողովուրդ ջան, ես բոլորիդ հոգևոր հայրն եմ, բոլորիդ։ Նես չի, որ կուսակցական տարաձայնություններ բաներ կա, ասենք մի մասը այս կուսակցությունից եք, մի մասը այն կուսակցությունից եք, ես ինքը ասում եմ դուք բոլորդ ես ձեր բոլորի վեհափառ հայրապետն եմ։ Տարբեր անկախ նրանից դուք ինչ կուսակցության եք պատկանում, որովհետև ինքը տրամաբանորեն է մտածում, ինքը մտածում անեց, ոնց որ պահանջում է հայ առաքելական եկեղեցին։ Այս երբ որ դու գալիս ես մեջից ասում ես, որ պետքա պառակտել, պետքա փոկել, պետքա փոխել, պետքա սենց, պետքա անես, պետքա անես, դրա համար կա կարգ։ Դժբախտաբար ասեմ, թե բարեբախտաբար ասեմ, հայ առաքելական եկեղեցին միակ կայացած կառույցն է մեր ժողովրդի պատմության մեջ, որը պարբերաբար փոխվում է, ունի իր կանոններ, ունի ձևը եւ այլն։